Շարունակվում է 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը։ Այն համարվում է հիմնական փուլ, քանի որ առաջին փուլում դիմորդները քննություններին մասնակցում են առանց նշելու մասնագիտությունը։ Երկրորդ փուլից սկսած, այսինքն ապրիլ-մայիսի հայտագրման ժամանակահատվածում արդեն բոլոր դիմորդները պարտավոր են նշել նաև բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են նաև հանձնել միասնական կամ ներբողական քննություններ, բնականաբար նաև այդ քննությունները։ Հայտագրման գործընթացն ավարտվում է մայիսի 10-ին Կարոն Ասիբյանի խոսքերով տարեցտարի դիմորդների ավելացում է նկատվում։ Եթե 2025 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Տարածված սխալ է դիմորդների շրջանում, երկրորդ փուլում եւս չեն նշում մասնագիտությունն ու բուհը, նույնիսկ չեն հայտագրում, արդյունքում դուրս են մնում։ Բնականաբար համակարգիչը չի կարողանում ընկալել այդ միասնական քննությունները ինչի համար է ինքը տվել։ Ունենք տարբեր տեղեր, որ կարող է միասնական քննությունների միավորները օգտագործել։ Թեկուզ մեկը ասեմ հեռակա ուսուցման համակարգ։ Այսինքն ես քննություն հանձնում եմ հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում ավելի լավ եմ, պարապել ավելի լավ եմ ինձ զգում, հանձնում եմ քննությունը, բավարարում եմ գնահատականներով եւ այլևս քննություն չեմ հանձնում, իմ քննության գնահատականները օգտագործելու եմ հեռակա ուսուցման համակարգում։ Համակարգիչը հասկանում է այդպես։ Այս պահին 4242 դիմորդ արդեն ունի գնահատական, միայն թե բուհն ու մասնագիտությունը նշված չէ։ Գնահատման ու թեստավորման կենտրոնը նույնիսկ հաղորդագրություն է ուղարկում գրանցված հեռախոսահամարներին։ Նման դիմորդները զրկվում են լրացուցիչ փուլին մասնակցելու հնարավորությունից։ Հորդորում եմ, պահանջում եմ, նաև խնդրում եմ, որ այս 4 օրվա ընթացքում անպայման ընտրեն բուհը, ընտրեն մասնագիտությունը։ Այլապես նախորդ տարվա նման կլինեն դիմորդները, որոնք դուրս կմնան մրցույթից։ Հունվար-փետրվար ամիսներին քննություններին մասնակցած 11608 դիմորդից 7780-ը ցանկանում է կրկին հանձնել քննություն։ Ստացվում է դիմորդների 80%-ը ցանկանում է բարելավել գնահատականը։ Ունեցել ենք դեպքեր, չի բացառում նաև այս անգամ մարդ ստացել է 19.75, այսինքն 0.25 է չի հերիքում, որպեսզի առավելագույն գնահատական ինքը ունենա, բայց 20 ստանալու համար նորից է դիմում, դա իր իրավունքն է, մենք պարտավոր ենք կազմակերպել այդ քննությունը։ Քննական երկրորդ փուլի արդյունքում որպես անցողիկ գնահատական համակարգն ավտոմատ հաշվում է բարձր գնահատականը։ Այս մասով Կարոն Ասիբյանը հորդորում է չանհանգստանալ։ Ապրիլ-մայիսին հայտագրման ժամանակահատվածում, որ եթե բացում է մասնագիտություն եւ այդ մասնագիտության համար ինքը արդեն ցույց է տալիս էկրանին ընտրել առարկաները, ընտրեց այդ առարկաներով է մասնակցելու մրցույթին։ Եթե այդ առարկաներից ունի ավելի բարձր գնահատական, քան հունիսի գնահատականն է, բնականաբար ավելի բարձր գնահատականն ենք կրծում։ 2025 թվականի դիմորդների աճն անշուշտ ոգևորող հանգամանք է։ Հունվար ամսին ավելի քան 50 քննական կենտրոն են ունեցել։ Այս ցուցանիշը Կարոն Ասիբյանը որոշ չափով պայմանավորում է Արցախից բռնի տեղահանվածների հայաստանյան բուհեր ընդունելության հետ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։